Պարոն Առաքելյան, նմանատիպ ակցիաներ բազմիցս իրականացվել են եվրակառույցների, շենքերի, հաստատությունների, նաև Հայաստան եկել են եվրապատգամավորներ եւ այլ չինովնիկներ, նաև նրանց ներկայությամբ է անցկացվել, ինչ որ արդյունք տվել են եւ այսօր այս ակցիայից ինչ ակնկալիքներ ունեք, ինչ սպասելիքներ։ Այնպես չէ, որ ինչ որ ակցիան կամ մի քանի ակցիաները միանգամից պետք է արդյունք տան, սա շատ կարևոր է, որ եվրոպացի ղեկավարները հասկանան, որ այն խնդիրները, որ այստեղ բարձրաձայնվում է, հայ ժողովուրդը պահանջատեր է, հայ ժողովուրդը սպասում է Բաքվի բանտում գտնվող ռազմագերիների վերադարձին եւ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ լռություն ու կրավորական կեցվածք են դրսևորում, դա բացառապես Հայաստանի իշխանությունների վարկագիծն է, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է հայ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը իր ձայնը բարձրացնում է եւ պահանջատեր է եւ հույս ունեմ, որ գոնե ոչ այս 1-2 ակցիայով, բայց Եվրոպայի ղեկավարները կտեսնեն Հայաստանի քաղաքացիների պահանջները եւ այդ ուղղությամբ գործունք հայլեր կանեն, թեև իրենց վարկագիծը նույնպես անընդունելի է այս տարիների ընթացքում առնվազն լռությամբ աջակցում են Ադրբեջանի հակահայ քաղաքականության շարունակությանը։ Լավ, ասենք իրենք չգիտեն ձեր կարծիքով իրականում Հայաստանում ինչ է կատարում, որովհետև տարաբնույթ զեկույցներ են հրապարակում, որտեղ քիչ թե շատ իրականությունը արտացոլվում է, բայց դրանից հետո գալիս են սեղմում են այս իշխանությունների ձեռքը եւ ասում են, որ լավ կլինի նորից իրենք վերընտրվեն, այլ որևէ ուժի չեն տեսնում, ում կուզեին օրինակ աջակցել։ Ամենևին պետք չէ գերագնահատել իրենց աջակցությունը, հիմա իրենք Նիկոլ Փաշինյանի հետ կապված կարող է լուսանկարվեն, ընթրիքներ անեն, Հայաստանում իշխանությունը ձևավորելու է Հայաստանի քաղաքացին եւ վստահ եմ այդ ընտրությունը կլինի գիտակցված եւ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, հետեւաբար այլ պետությունների աջակցությունը, որը նաեւ անընդունելի է, երբ որ իշխանություններն են անընդհատ խոսում, որ այլ երկրներից ինչ որ ընդդիմությանը աջակցում են, հիմա նույնը տեսնում ենք իրենց, այսինքն կապ չունի դա որ երկիրն է, հիմա կարող են Հայաստանի իշխանությունների հետ պաշտոն ունենալ հարաբերություններ, բայց ընտրությունների նախաշեմին այս միջոցառումը չպետք է օգտագործեն նախընտրական process-ներին խառնվելու համար։ Պարոն Առաքելյան, իսկ գուցե իրենք վախենում են, որ օրինակ այլ իշխանություն կգա եւ կխաթարվեն Հայաստանը, մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու եւ արևմուտքի գերակայությունը այստեղ հաստատելու ծրագիրը։ Ես չեմ տեսնում, որ այն իշխանությունը, որը շանս ունի գալու Հայաստանի եւ Եվրամիության հետ հարաբերությունները, Եվրոպայի հետ հարաբերությունները փչացնելու է, Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, Եվրամիության հետ ունի ստորագրված ասոցիացիան պայմանագիր եւ որևիցե վտանգ չկա, հայ ժողովուրդն էլ եվրոպական արժեքներով ապրող ժողովուրդ է եւ մյուս կողմից էլ չեմ էլ տեսնում, որ այսօրվա իշխանությունը տենց այս Նիկոլ Փաշինյանից շատ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում անցկացնող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես ղեկավար չկա, այսինքն Հայաստանը նաև ԵՏՄ անդամ է, խորացնում է հարաբերությունները, հետևաբար նաև դա է մտածածին, ուղղակի հա կարող է հիմա ինչ-որ իշխանության միջին եւ մանր ներկայացուցիչներ հակառուսական խոսույթով են խոսում, բայց Հայաստանի իշխանությունները որևիցե ձևով Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխել եւ Հայաստանում չի նկատվում, որ Հայաստանը Ռուսաստանից կտրվել է, ռուսական բազան շարունակում է մնալ Հայաստանում, սահմաններին ռուս զինվորներ, շարունակում ենք մնալ ԵՏՄ ՀԱՊԿ-ի ԱՊՀ անդամ, հետեւաբար այնպես չէ, որ այս իշխանությունը տենց հակառուսական քաղաքականություն է իրականացնում եւ ես վստահեցնում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանալու են այնպես, ինչպես որ դա կնպաստի Հայաստանի շահերին։ Հակառակ